Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք։ Մեկնարկել է Հուսո Արագաստ 2026 հեղինակային երգի միջազգային փառատոնը։ Այն 12-րդ տարին անընդմեջ իր շուրջն է համախմբել հեղինակային բարդ ժանրի նորեկներին, ավագ ու արդեն հայտնի ներկայացուցիչներին, արտերկրից ժամանած տասնյակ ավել ճանաչված երգահաններին եւ իհարկե ժանրի սիրահարներին։ Փառատոնի ընթացակարգերի, հայտադիմումների, փուլերի, այս տարիների ձեռքբերումների մասին կխոսենք մեր հյուրի հետ։ Մեր առաջին հյուրն է Հուսո Արագաստ հեղինակային երգի միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն, երգահան Վախթանգ Հարությունյանը։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Լույս առավոտ։ Շնորհակալություն։ Մենք այս գործը որ նայում ենք ու իդեպ տեսահոլովակներ դիտեցինք, անկեղծ արդեն տեղափոխվեցինք, գնացինք ու վարքյան առ վարքյան փորձեցինք ապրել են ամեն ինչ, ինչ որ ապրել են։ Խարույկի մոտ առնված կարտոֆիլ ուտել արժե։ Այ, խնդրում եմ մի արեք։ Շատ լավ, 2000, արդեն 12 տարի, հա։ Ինչն է հետաքրքիր, այս 12 տարիների ընթացքում դե ամեն ինչ փոխվում է, չզարգանում է ու կարծես թե ամեն տարի ավելանում են ինչ-որ պահանջներ, փոխվում են ինչ-որ ցանկություններ, պետք է այսպես լինի կամ սա արդի է կամ ժամանակակից լեզվով ասած սա թրենդային է, արդյոք հետևում եք այդ ամեն ինչին ու ինչ-որ բան կամաց-կամաց փոխում եք, թե 12 տարին դուք միևնույնը մնում եք ձեր կարևոր կետերին եւ կարևոր գաղափարին։ Ամենակարևոր մասը դա սրտից սիրտ փոխանցելու նյութն է։ Իսկ եթերից առաջ ձեր պատահական ձեր զրույցից մի մաս լսեցի, ներքին զրույցի մասին էինք խոսում։ Կարծում եմ ամեն ինչ սկսում է այդ ներքին զրույցը, որտեղ ազնիվ ինքդ քեզ հետ զրուցելու հնարավորություն ունես։ Եվ այդ ազնիվ զրույցը հետո գեղագիտական ինչ-որ մի փաթեթավորման միջոցով հանրային դարձնելու խիզախություն ունենալու մասին ենք խոսում։ Եվ այն երիտասարդները, ովքեր դիմում են, այդ խիզախներն են, ովքեր պիտի այդ ներքին զրույցը հանգավորեն, հետո գան արդեն ներկայացնելու այդ իրենց մոտորումները։ Պարոն Հարությունյան, այս տարիների ընթացքում քանի երիտասարդ հեղինակ է ստացել իր առաջին մեծ հնարավորությունը հենց այս փառատոնի շնորհիվ։ Հարյուրավոր թվել չեմ կարող։ Ասեմ, որ շատ-շատերի կյանքը հետագայում մենք հետևում ենք ինչ է տեղի ունենում տասնյակ լավագույն տասնյակից քանիսն են շարունակում իրենց ստեղծագործական բեմական կյանքը։ Եթե այդ ստատիստիկային հետևենք, ապա 7-ից 10% արձանագրություն պիտի անենք, որ այդ քանից 7-ից 10-ն է շարունակում։ Բայց հենց պարարթողը հենց նրանց համար է եւ նրանց գործունեությունը զարգացնելու համար է։ Ինչ կարող են հազարավոր մարդիկ գալ, բարձրանալ բեմ, բայց նրանցից տասնյակները մնան հետո բեմում շարունակեն իրենց կենսաձևը։ Այդ տասնյակների համար միտված է եւ ակնկալիքներ չկա, որ պիտի լինեն հարյուրավորները։ Բայց հաստատ այդ հազարավոր մարդիկ, ովքեր բեմ են բարձրանում, հետո կարտոֆիլ ուտելու մասնակից են։ Իսկ ձեր կարծիքով այսօր երիտասարդ ստեղծագործողին ավելի շատ տաղանդ է պետք թե համառություն։ Ես կարծում եմ տաղանդը դա ինչ որ մի երկնային երևույթ է, որը փոքրիկ փուլերով, փոքրիկ մասերով այցելում է մեզ։ Ինչքանով ես դու բնավորում նրան տեղ տալիս, այնքանով նա հետո սկսում է այդտեղ զարգանալ։ Մենք միջավայր ձևավորելու խնդիր ունենք, այդ միջավայրում էլ հետո պիտի ձևավորել այն ամենը, ինչ որ պիտի ամեն մեկը իր բաժին բնավորի։ Հա, բուն ստեղծի, տուն ստեղծի, միջավայր ձևավորի, ի վերջո կերակրի։ Եթե մեր իրականության մեջ ամեն մեկը իր ներսում ունի դրական եւ բացասական երևույթներ, ինչին տուրք է տալիս, նա է դառնում է։ Հիմա մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ միջավայրը լինի այնպիսինը, որ ծառայի մեկը մյուսին։ Ոչ թե ինքդ քեզ ծառայես, այլ ծառայես այն միջավայրին, այն հավատամքին, որի մեջ ապրում ես։ Մենք էլ դա արտերկրից չէ՞ ունեք շատ մասնակիցներ, ովքեր մշտապես դիմում են, որ երկրներից են գալիս նրանք հիմնականում Վրաստանն է երևի։ Անցած տարի մենք ունեցել ենք 12 պետությունից այցելում
Իհարկե շատերը երգում են մեզ համար ծանոթ լեզվով, բայց դե ցանկացած դեպքում հրավիրված են լինում ավելի քան անցած տարի կոնկրետ 12 պետությունից էին եկել։ Նրանք մրցութային միջավայրի համար շատ ճանաչված երգահաններ են, եւ սա ընդհանրապես շատ լավ հարթակ է բոլորին հավաքելու մեկ տեղելու եւ ինչ ամենակարևոր գործիքակազմերից մեկը, որը ելի օգտագործում ենք, դա մեր երիտասարդները, ովքեր հնարավորություն են ստանում այդ միջավայրում նաև ծանոթանալու ավագ ընկերների հետ, ոչ միայն հայ երգահանների, այլ նաև այլ երկրների երգահանների հետ ծանոթանալու։ Համագործակցությունը տեղի ունենում տեղում շատ հաճախ մարդիկ իրար հետ միասին դուետներ են կազմում, բարձրանում են բեմ, գիտար, երկրորդ գործիք, երրորդ գործիք, վոկալ եւ միասին ներկայացնում են տարբեր երգեր, այնպես որ փառատոնը ունի նաև այդ իմպրովիզացիոն մասը, որը մշտապես արկա է, շատ հաճախ ինձ ասում են ծրագիրը կազմել ես, ասում եմ վերջին օրը, վերջին րոպեին, շատ բան փոխվել է, դրա համար կազմել անիմաստ է։ Անցած տարի նմանատիպի փորձ եղավ, էլի եկան ականջի շնջացին, ես մարդիկ իրար հետ մի հատ նոր բան եմ մտածել, միգուցե կազմակերպենք եւ դա դարձավ այդ փառատոնի մեխերից մեկը։ Այնպես որ այդ առումով ստեղծագործական ընթացքը գոյություն ունի եւ այդ ստեղծագործական ընթացքը բոլորի համար է։ Պարոն Հարությունյան, ուսումնասիրելով ձեր գործունեությունը նկատեցի, որ դուք ոչ միայն երգեր եք գրում, այլ միջավայր եք ստեղծում, որտեղ ծնվում են նոր հեղինակներ։ Ինչն է ձեզ ավելի շատ ուրախացնում, սեփական երգի հաջողությունը, թե երիտասարդ տաղանդի բացահայտումը։ Նույն ակունքից են ծնվում հարցերը, որովհետև երգը, երբ որ ծնվում է, էլի ծնունդ է։ Բացահայտումը կրկին ծնունդ։ Ցանկացած ծնունդի մեջ բերկրանք ապրելու հնարավորություն ունենալը, կարծում եմ եւ զարմանալու հատկանիշները չկորցնելը արդեն լավ երևույթ է։ Իմ պարագայում ես ապրում եմ թե առաջինը, թե երկրորդը։ Երբ հայտնվում են երգահաններ, երիտասարդներ, ովքեր շատ դիպուկ ինչ-որ մի ասույթ ունեն արդեն խոսքի մեջ, ես կարող եմ հրճվանքով դա ընդունել, վերապրել իրենց հետ այդ զգացումը, ինչ-որ իրանք են ապրել, որովհետև դա ծնունդ է։ Բանաստեղծի խոսքի մեջ խտացված խոսքն ու նոր ասելիքը դա բավականին մեծ նյութ է եւ ես դա բարձր եմ գնահատում։ Քիչ անց մենք խոսենք նաև դիմելու կարգից, թե ինչպես ով երբ, բայց մի փոքր երկար անտարբեր եղանք այս գեղեցկու հանդեպ, ինչ է կարծում։ Ինչքան ժամանակ ունենք, մենք ժամանակ կհասցնենք ինչ որ բան, ճիշտ ասած ես դեռ չեմ որոշել ինչ եմ երգելու։ Ինձ սովորեցրել են, որ եթե առավոտը քեզ արթնացնեն, պիտի գիտարը վերցնես ու երգես, ես տենց սովոր եկել եմ, տեսնեմ ինչ կստացվի, լավ, տենց պարզապես գնանք։ Օրս նորովի ապրում եմ, ու հույզեր անվերջ ծնում, բախտն ու ախտը խառնվում են, օրերից պահեր թողնում, ամեն պազան ավարտ է, անսահման իր եզերքում, անդարման են կորուստներս, ինձ ներել չեմ սովորում, ուրվական եմ թափառում եմ, ու զառատ հոգիս մաշում, կյանքը իմ շարունակվում է, նոր հույզեր ինձ ավետում, ուրվական եմ թափառում եմ, ու զառատ հոգիս մաշում, կյանքը իմ շարունակվում է, նոր հույզեր ինձ ավետում, հորիզոնը ես հատել եմ ու այրվել անմնացոտ, ինձ արևը կուրացրել է, թողնելով լույսին կարոտ, օրս նորովի բացվում է հույզեր իր հետ վերում, կյանքը իմ շարունակվում է, ինձ մոխրից վերածնում, ուրվական եմ թափառում եմ, ու զառատ հոգիս մաշում, կյանքը իմ շարունակվում է, նոր հույզեր ինձ ավետում, ուրվական եմ թափառում եմ, ու զառատ հոգիս մաշում, կյանքը իմ շարունակվում է, նոր հույզեր ինձ ավետում, կյանքը իմ շարունակվում է, կյանքը մեր շարունակվում է, նոր հույզեր մեզ ավետում։ Բրավո։ Պարոն Հարությունյան, դուք հաճախ ասում եք, որ Հուսո առագաստը վաղուց պարզապես փառատոն չէ, այլ գաղափարների ու սերունդների հանդիպման հարթակ։ Այսօր այդ հարթակում ինչն է ձեզ ամենաշատը հույս ներշնչում։
Սերունդը իհարկե երիտասարդները ովքեր գալիս են, ես այդ աչուկների կարիք ունեմ, որովհետև դա ինձ ուժ է տալիս ապրելու առաջին հերթին։ Ես եւ իմ ընկերները միասին դեռ 2000-ականներից սկսած հետևական աշխատանք են կատարում այդ երիտասարդների համար պարարտ հող դառնալու։ Մեր եկեղեցում կա մի ավանդույթ, երբ մարդը հանգչում է ոտքերի տակ սալահատակ դառնալ։ Եվ կարծում եմ այդ խորհուրդը ամեն մեկի համար շատ կարևոր դեր կարող է ունենալ։ Եթե մեր ժամանակը շատ կարճ է, ապա հնարավորություն ունես այդ սալահատակի դեր վերցնես քո վրա, կյանքի օրոք նաև, ինչու ոչ։ Փոքրիկ քայլերով հարթել այն հնարավոր լուսավորը, որը պիտի լինի։ Ոչ թե շտապել եւ շտապողականությամբ ոչինչ հնարավոր չէ։ Հետևողականությամբ միգուցե դա ստացվի։ Փոքրիկ քայլերով, կաթիլ առ կաթիլ, բայց արժեհամակարգի խեղաթյուրումներով ոչ։ Չանել ոչինչ։ Անել եւ մաքսիմալ ազատագրված տեսակ ձևավորել, որ քեզնից հետո ամեն մեկը իր հերթին կարողանա այդ ազատագրված իրականության մեջ կերտել իր ներկան եւ իր զավակների ներկան։ Եթե դեմ չեք, եկեք շատ արագ անցնենք մինչև երբ հայտադիմումները կարող են հայտադիմում կարող են մինչև ամսի 10-ը, այսինքն մնացել է ընդամենը մի քանի օր, խորհուրդ կտամ շտապեն բոլոր նրանք, ովքեր երգեր են գրում, խիզախեն բոլոր նրանք, ովքեր դեռ այդ համառությունն ու խիզախությունը չեն հայտնաբերել իրենց ներսում։ Հիշեն, որ դա մի ընդհանուր միջավայր է, ընտանեկան միջավայրի պես։ Այնտեղ բոլորը իրենց տանն են զգալու, որովհետև ինքնադրսևորման համար մի քանի շատ կարևոր կոմպոնենտ կա։ Գեղագիտությունը ապահովել բանաստեղծական խոսքի մեջ, մատուցել պարտադիր չի պրոֆեսիոնալ որևէ տեսակի խնդիր, այլ եղեք անկեղծ ձեր ասելիքի մեջ եւ փորձեք ամեն ինչ անել, որ ձեր խոսքը առանց որևէ վիրավորանքի կապ չունի ինչ նյութին կանդրադառնաք, որովհետեւ շատ հաճախ ես սոցիալական եւ քաղաքական տարբեր հարթակներին հուզ մարդը կարող է անդրադառնալ եւ հանգիստ այս ժանրը ներում է եւ թույլ է տալիս ամեն նյութին անդրադառնալ, ապահովելով նրա գեղագիտությունը։ Այնպես որ դիմեք եւ ամսի միջև 10-ը ներառյալ հնարավորություն ունեք ձեր երգերը ներկայացնելու, իսկ ժյուրին ամսի 20-ին, երբ որ 10-ից 20-ը կամփոփի, արդեն կհրավիրի Տիկնիկային թատրոն առաջին նախընտրական փուլին։ Այսինքն ցանկացած հարցերի դեպքում Facebook-յան էջում Բարդվեստի կարող են ինֆորմացիա գտնել։ Facebook-յան էջում բոլորիս անձնական նամակներով կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր երգ են գրում եւ այս գործիքը նրանց ուղեկիցն է դարձել ինչ որ փուլում արդեն։ Անվանակարգերը մնում են նույնը, լավագույն հեղինակ կատարող եւ լավագույն կատարող, թե ինչ որ նոր բան։ Լավագույն առաջին հերթին ասեմ, որ սա հեղինակային երգ է, այսինքն եթե բոլոր նրանք, ովքեր բառերը գրում են եւ կատարում են, դա հիմնականում ուղղված է նրանց։ Բայց մենք նաեւ օրերից մի օր արձանագրեցինք, որ շատերը գալիս են որպես երգի կատարողի կարգավիճակում եւ շատ ավելի լավ են կատարում, իմ երգերից էլ շատերը ավելի լավ են կատարում, քան ես եմ կատարում։ Եվ շատ նորմալ է նրանց հնարավորություն տալ իրենք այդ երգերը իրենց սեփական ձևաչափի մեջ ներկայացնել։ Հետևաբար եւ կատարողի եւ հեղինակ կատարողի անվանակարգերը մնում են։ Գուցե ժամանակի ընթացքում մենք ավելացնենք նաև գործիքավորման նմանատիպ ինչ որ մի բան, կոմպոզիցիա եւ այլ, բայց հենքը մնում է մեկը՝ բանաստեղծական խոսքը եւ դրա կատարումը։ Մենք կարծում դեռ ունենք ժամանակ, խնդրում չասեք ինձ 2 րոպեից ասեք շնորհակալություն ցտեսություն, այս հնարավորությունը չենք ուզենա բաց թողել։ Ես հաճույքով ուզում եմ մի երգ կատարեմ երիտասարդներին միտված, որը գրել եմ Փյութագորասի հետ հարաբերվելուց հետո։ Ինքը մաթեմատիկական չի, բայց բանաձև է։ Աստվածներին, օրենքներին հավատարիմ հլու և հարգարից մնա խոհեմ եղիր, երդմանդ հետևիր շատ խստորեն, և հերոսի առաջ գլուխդ խոնարիր, պատվիր ծնողներիդ և մեծերին, բարի գործանողին միշտ ողջունիր, ընկեր ընտրիր լավագույններին, և խոսքդ խտացրու արժևորիր,
Պատվիր ծնողներիդ եւ մեծերին, բարի գործանողին միշտ ողջունիր, ընկեր ընտրիր լավագույններին, եւ խոսքդ խտացրու արժևորիր, քեզ մշտապես սեղանի շուրջ զսպիր, սանձիր զայրույթ տարատեսակ կրքեր, պատիվը ուրիշի երբեք չվնասես, թեկուզ քեզ հանդիպի մի խենթ անսեր, եւ ինքդ քեզ համար եղիր ազնիվ վկա, գործով արդար եւ ոչ թե խոսքերով, ճակատագիրը քեզ գուցե բերի անցա, նույն կերպ քեզնից տանի երազդ հոգեթով, եւ ինքդ քեզ համար եղիր ազնիվ վկա, գործով արդար եւ ոչ թե խոսքերով, ճակատագիրը քեզ գուցե բերի անցա, նույն կերպ քեզնից տանի երազդ հոգեթով, թե տառապանք տրվի խոնարհությամբ վերցրու, բուժիչ եւ դարմանող լինի հոգուդ, ոտքման պահին հոգիդ հանդարտեցրու, որ մաս դու չկազմես գործերին սուտ, որ լույսը ուղենիշ դառնա կյանքիդ, հիմարների շարքում անունդ չգրես, ծանոթ եղիր դիմակներին չարքի, հանդիպելիս դրանք երբեք չհանդուրժես, որ լույսը ուղենիշ դառնա կյանքիդ, հիմարների շարքում անունդ չգրես, ծանոթ եղիր դիմակներին չարքի, հանդիպելիս դրանք երբեք չհանդուրժես, աստվածներին, օրենքներին, հավատարին, եւ ինքդ քեզ համար եղիր ազնիվ վկա, Երևի ամեն մեկս որ մեր իսկապես էլի անկեղծ լինենք, ազնիվ լինենք, ամեն ինչ այլ կերպ կլինի մեր կյանքում, չէ՞։ Այո։ Ես գիտեմ որ ես գիտեի, տես, ցավոք սրտի biz պիտի ասենք շնորհակալություն եւ ցտեսություն։ Շնորհակալ ենք շատ եւ շնորհակալություն ձեր շնորհիվ մենք ծանոթացել ենք այս տաղավարում շատ ու շատ ֆանտաստիկ մարդկանց հետ, հեղինակ կատարողների հետ, մարդիկ, որոնք ուղղակի չգիտեմ իրենց հետ։ Շնորհակալ եմ, որ իրենք էլ հյուր կգան ձեզ եւ հանրությանը ուղղենք շատ կարևոր մի բան, ինքն ձեզ հետ եղեք ազնիվ, շատ կարևոր մի մեսիջ թող լինի։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրն էր Հուսո Արագաստ հեղինակային երգի միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն երգահան Վախթանգ Հարությունյան։ Բոլոր հարցերի մանրամասների համար կարող եք այցելել Facebook-յան Barfest Edge-ը եւ գրել եւ անձնական նամակ հեղինակ կատարողներին, վստահ եմ նրանք ցանկացած հարցում ձեզ օգտակար կլինեն եւ կօգնեն մասնակցելու այս փառատոնին։ Իսկ մենք անցնենք առաջ, գովաստ մեր եթերում, ինչից հետո կընդունենք մեր հաջորդ հյուրին։ Մնացեք մեզ հետ։